Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, հիմա մենք ինչ էլ քննարկենք, նկատի ունեմ տարածաշրջանի հետ կապված, ընդհանուր գլոբալ քաղաքական խնդիրների հետ կապված, անգամ եթե ներքաղաքականի մասին խոսենք, անհնար է շրջանցել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ այնպիսի տպավորություն է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը այսպես մուկտուկատու են խաղում։ Ընդ որում այս պահին գոնե դեռ պարզ չի մուկով է կատում որ մեկը, բայց անընդհատ այդ լարված սպասումը կա, որ ցանկացած պահի այնտեղ պայթյուն է լինելու։ Հիմա ըստ ձեզ, ես գիտեմ, որ դուք ուշադիր հետևում եք այնտեղ շուրջ ծավալվող իրադարձություններին, նաև լինելու է պայթյուն թե ոչ։ Շատ դժվար է ասել, որովհետև երկու սցենարներն էլ չի կարելի բացառել։ Իմ կարծիքով անհնարինությունը 50-50 է, որովհետև արդեն նախադեպը կա, նախորդ տարի տեսանք, որ եղավ Իրանի դեմ պատերազմ, 12-օրյա պատերազմը, եւ այս ընթացքում էլ անընդհատ տեղեկատվություն լինում, որ Իսրայելն է ակտիվորեն նոր պատերազմի պատրաստում հավելվածների միջոցներով տարբեր բնակչությանը նոր այսպես ցույցներ է գալի, ինչպես պաշտպանել հնարավոր հրթիռային արձակումից եւ այլն։ Եվ նաեւ հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի այսպես էությունը բնույթը եւ նաեւ իր ոճը, ապա չի կարելի բացառել, որ Իրանի դեմ այսպես նոր պատերազմ կլինի։ Բայց նա մյուս կողմից էլ եւ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շատ լավ հասկանում են, որ դա հղի լուրջ ռիսկերով։ Դե Իրանը ունի շատ լուրջ հրթիռային պաշարներ, շատ կարողություններ։ Ընդհանուր միջև 2000 կիլոմետր խփելու հնարավորություններ եւ նախորդ տարվա 12-օրյա պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր օփ համակարգերից մեկն ունեցող Իսրայելի համար շատ դժվար է ամբողջությամբ հետ մղել այդ հրթիռային հարձակումները։ Իսկ նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ասենք վերջի օրերին Իսրայելը շատ լուրջ խնդիրներ ուներ։ Եթե սկզբնական շրջանում 70-80% կարողանում էր Իրանից արձակված հրթիռների խփել, այո, իրոք չէր երիքում, արդեն վերջին օրերին մինչև 40-45% էր իջել այդ կարողությունը, այսինքն շատ թիրախներ, շատ հրթիռներ հասնում են իրենց թիրախին։ Այնպես որ հավանականությունը այո 50-50 է իմ կարծիքով, չի կարելի բացառել ոչ մի սցենար։ Հիմա տեսեք, ես ինչ եմ ասում նկատու, այսպեսի ձևակերպում բերեցի, որտեվ մի կողմից իրանական կողմը ասում էր Օմանում տեղի ունեցած բանակցությունները հուսադրող են։ Մյուս կողմից, հետո էլի նույն իրանական կողմից իդեպ հայտնվեց տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները այսպես ծրար էին ուղարկել Արաղչիին, արտաքին գործերի նախարարին, որը վերաբերում է ոչ թե միջուկային ծրագրին, ինչի շուրջ բանակցություններն էին ընթանում, այլ Իրանի հրթիռային ծրագրին։ Եվ էլի այդ նույն աղբյուրների համաձայն Արաղչին պարզապես առանց բացելու այդ ծրարը հետ էր ուղարկել։ Այսինքն ստացվում է մի այսպիսի բավական հետաքրքիր պատկեր, երբ Միացյալ Նահանգները ասում են մենք բանակցում ենք միջուկային ծրագրի շուրջ, մյուս կողմից ուղարկում են փաթեթ առաջարկների, որոնք ընդհանրապես կապ չունեն միջուկային ծրագրի հետ, բոլորովին այլ բան իմաստն, իրանական կողմը մերժում է եւ դա ըստ էության էլի հաշվի առնելով նույն Թրամփի վարչակազմի բավական իմպուլսիվ, այսպես ասեմ, խառնվածքը կարող է հանգեցնել դրա, որ սկսվի նոր պայմանական քառօրյա, 6-օրյա կամ 16-օրյա ինչ-որ պատերազմական իրավիճակ։ Տեսեք, ԱՄՆ-ն ասում է Իրանի հրթիռները կարող են իրենց վրա կրել միջուկային մարտագլխիկներ։ Այսինքն իրենք նախկինում 2015 թվականին, երբ որ ստորագրվեց միջուկային համաձայնագիրը, միայն ուրանի հարստացման վրա էր սահմանափակումները։ Գիտենք, որ ուրանի հարստացումը երբ որ 5%-ից բարձրանում է, ասեմ 60%-ի մոտ արդեն կարող ես միջուկային մարտագլխիկներ պատրաստել։ Ըստ որոշ տեղեկությունների Իրանը ներկայումս մինչև 10 այդպիսի մարտագլխիկ սարքելու հնարավորություն արդեն ունի, հաշվի առնելով իր հարստացված ուրանի պաշարները եւ քանակը։ Այն ժամանակ ամբողջ այդ միջուկային ծրագրի սահմանափակումները վերաբերում էին
միջուկային օբյեկտներին եւ հարստացված ուրանի պաշարներին։ 2015 թվականի հայտնի համաձայնագրով ՄԱԳԱՏ-ն շատ խիստ վերահսկողություն էր սահմանում Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ, այնպես որ այդ հարստացված ուրանի ծավալ պաշարը եւ չափը չհասնի այն քանակին, որ հնարավոր լինի միջուկային զենք ստեղծել։ Հետագայում Թրամփը երբ որ եկավ իշխանության, պայման դրեց, որ հրթիռային ծրագիրն էլ պետք է ծանոթացնել։ Ասենք դերից որ Թրամփը երբ առաջին անգամ դարձավ նախագահ, բառացիորեն ճղեց, թափեց։ Այո, սա պատմության մեջ ամենավատ գործարքն է։ Ամենավատ գործարքը դրանց հետո Իրանը արդեն ՄԱԳԱՏ-ին դուրս հրավիրեց, ասեց շնորհակալություն։ Երկար ժամանակ Իրանը նորն չէր գնում այդ քայլերի, սպասում էր, որ ԱՄՆ-ն կվերադառնա այդ ծրագրին, միջուկային համաձայնագրին։ Հետո արդեն, այսպես ասեմ, հրթիռային ծրագիրը դարձավ քննարկման ենթակա։ ԱՄՆ-ն պահանջում էր նոր համաձայնագիր ստորագրել, որը որ պետք է լիներ ավելի լավը, իր խոսքերով, Թրամփի խոսքերով, ավելի արդար, եւ որը նաև որոշակի լուրջ սահմանափակումների կընդարկեր Իրանի հրթիռային ծրագրերը։ Սակայն Իրանն ասում է, որ Իրանի իր հրթիռային ծրագիրը իր անվտանգությանն է վերաբերում։ Ասում է, եթե միջուկային զենք ստեղծելու ձեր այսպես ասած մտահոգությունները հասկանալի է, ապա հրթիռային ծրագիրը սահմանափակելու մտահոգությունները հասկանալի չեն։ Էս է իմ ամբողջ քննարկումը, դատելով վերջին հայտարարությունից Իրանը կտրականապես հրաժարվում է իր հրթիռային ծրագիրը քննարկման ենթակա դարձնելուց, չնայած ամերիկյան եւ իսրայելական կողմը պնդում են, որ դա էլ պետք է քննարկվի եւ դրա մեջ իհարկե լեգիտիմություն որոշակի կա, քանի որ Իրանի հրթիռային ծրագիրը այնքան է առաջ գնաց, այնքան լուրջ կարողություններ են ստեղծել, որ կարող են մինչև Իսրայել հարվածել։ Լեգիտիմություն որ կողմից կա։ Իրենց մտահոգությունների կողմից, ամերիկյան եւ իսրայելական։ Ինչի եթե Իրանի ղեկավարությունը, ասենք, հայտարարում է, գերագույն առաջնորդը արդեն հայտարարում է, որ Իսրայելը պետք է աշխարհի երեսից վերանա։ Թեհրանում դրել են ժամացույց, այսպես որը որ հետ հաշվարկ է կատարում, որ կարծեմ 2036 թվականին կամ 2030-ականներին Իսրայելը պետք է աշխարհից վերանա։ Իրենց մտահոգությունը հենց սա է, որ այդ հրթիռային ծրագիրը, հրթիռները կարող են միջուկային մարտագիր կրեն եւ սա ուղիղ այսպես ասեմ վնասում է Իսրայելի անվտանգությանը։ Կներեք, էլի ասենք մի աբսուրդային բան ասենք, մենք գիտենք, նման տեղեկատվություն դա, որ Կասպից ծովը սկսել է բարձրանալ։ Հիմա ասենք, եթե ես իմ գրասենյակում կախեմ ժամացույց, որը հետ հաշվարկով հաշվարկում է, թե ասենք երբ է Բաքուն անցնելու ջրի տակ եւ տեսեք, հիմա ես չեմ ուզում որևէ մեկի կողմը բռնեմ, բայց ընկալումներում Իսրայելը քանի որ ցեղասպանություն տեսած երկիր է, ժողովուրդ է հрьяաները, իրենց վախերը մեծ են այդ առումով։ Ու նաև միջազգային հանրության մոտ դա ընկալում ստանում է։ Դրա համար Արևմուտքը, Եվրոպան, ԱՄՆ-ն բոլոր այս մտահոգությունները Իսրայելի հաշվի առնում է։ Այս է ամբողջ խնդիրը, հիմա ով ճիշտ է, ով սխալ, դա իհարկե ամենքն էլ իրենց տեսանկյունից ճիշտ են, դա մեր քննարկելու հարց չի, բայց իրենք լուրջ մտահոգություն են, որ Իրանը կարող է մի օր, այսպես ոչ թե կարող է, այլ հիմա էլ այսպեսին է, էգզիստենցիալ վտանգ է Իսրայելի գոյության համար։ Եվ Իրանի իշխանությունների շուրթերից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ Իսրայել պետությունը պետք է վերանա, պետք է ոչնչանա։ Գոյաբանական վտանգների թեմային դեռ կվերադառնանք։ Հիմա տեսեք, այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պարոն Պապիկյանը պաշտոնական այցով արդեն Թեհրանում է, կեսօրին մոտավորապես հասել էր այնտեղ։ Այս իրավիճակում Հայաստանի շահը ո՞րն է։ Ինչի համար ասում Հայաստանի շահն է, որովհետև մենք ունենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցության համաձայնագիր, մենք այսպես հեսա կունենանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմավարական գործակցության համաձայնագիր, այս դեպքում երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը մեկնում է Թեհրան, այս իրավիճակում դա ինչի մասին է։ Իրանի հետ այո շատ կարևոր է մենք ունենանք կայուն սահման։ Իմիջիալոց նաև տեղեկատվություն կար, որ Իրանը որոշակի առումով խոչընդոտներ է հարուցում Հնդկաստանից Հայաստան
զենքի փոխադրումների հետ կապված երևի ենթադրում եմ այդ խոչընդոտները վերացվել են, բայց ելի ինչ որ հարցեր կան, որոնք որ պետք է քննարկվեն։ Ռազմատեխնիկական համագործակցություն, եթե կնքվի, ստորագրվի, շատ լավ կլինի, չնայած այդ առումով մի քիչ կասկածամիտ եմ, հաշվի առնելով Իրանի իշխանական վերնախավում ադրբեջանամետ պաշտոնյաների արկայությունը եւ լոբիստական ջանքերը։ Այդ առումով Իրանը չեզոք դիրքավորում է որդեգրել եւ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք չի վաճառում, չնայած Ադրբեջանի կողմից այդպիսի բազմաթիվ խնդրանքներ եղել են։ Օրինակ Յենի Ադրբեջան կուսակցության հայտնի դեմքերից մեկը Ադրբեջանի իշխող։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ հենց Իրանին մեղադրում էր նրա մեջ, որ իրենք քանիցս խնդրել են Իրանին զենք վաճառել, հրթիռներ վաճառել Ադրբեջանին, բայց Իրանը մերժել է։ Եվ իրենք ասում են, տեսեք, Իսրայելը մեզ այդպիսի զենք վաճառում է, իսկ դուք ոչ։ Եվ այլն, այսպիսի խնդիրներ էլ կան, բայց իհարկե որ ողջունել է, որ Հայաստան-Իրան ռազմատեխնիկական համագործակցությունն էլ առաջ մղվի, շատ կարևոր է նաև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը, ես շատ հույս ունեմ, որ դա շատ մոտակա ապագայում կկնքվի։ Հիմա, բայց տվյալ իրավիճակում, տեսեք, Իրանը զենք չի վաճառում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։ Մենք էլ ոչ չենք վաճառում, որովհետև Իրանը ինքը բաժամիջոցների տակ է, բնականաբար դա կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Հիմա երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, դուք ասացիք, որ տեղեկություններ կային, թե Իրանը որոշ դեպքերում խոչընդոտել է Հնդկաստանից Հայաստան ռազմական տեխնիկա եւ ռազմամթերքի ներկրմանը իր տարածքով, օդային կլինի, համայնքային կլինի։ Հիմա այս իրավիճակում այստեղ բավական փուխր իրավիճակ է։ Մեր մոտ անդիմադիր դաշտի մի հատված է այսպես շատ ակտիվ, ամենօրյա ռեժիմով։ Ասում եք, գիտեք ինչ կա, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի համաձայնագիրը, երբ դրանից հետո արդեն ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև TRIP-ի այսպես նախածրագիրը, այսպես ասենք, այդ պահին Հայաստանը ստանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական պլացդարմ լինելու այս առաքելությունը, ճակերտներում եմ ասում առաքելությունը։ Հիմա մենք նման խնդիր ունեցել ենք երբևէ թե երբևէ չենք ունեցել, ցավոք այդ մարդիկ ոչ թե ընդդիմություն են, այլ 5-րդ շարասում։ Ես այլ կերպ չեմ կարող նրանց բնութագրել, որովհետև ընդդիմությունը իշխանությանը պետք է ընդդիմադիր լինի, ոչ թե պետությանը։ Իսկ այն մարդիկ, որ նման հայտարարություն, նախ իրոք դա այդպես չէ, Հայաստանը երբեք պլացդարմ չի եղել եւ չի էլ դառնա, ես վստահ եմ ընդդեմ Իրանի դեմ գործողությունը, եւ երկրորդ այդ մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, հստակ Հայաստանի դեմ են փորձում լարել Իրանին եւ միայն այդ օրինակը չէ։ Ես հիշում եմ 2022 թվականին, երբ որ Պրահայում որոշում կայացվեց Հայաստանի սահմաններին եվրոպացի դիտորդներ տեղակայել, որպեսզի դրանով սանձեն զսպեն Ադրբեջանին, հայաստանյան որոշ շրջանակներ անմիջապես սկսեցին կեղծ լուրեր տարածել, որ դա արվում է ընդդեմ Իրանի։ Եթե հիշում եք, այդ ժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմը Մոսկվայից եւ Բաքվից հայտարարություններ էին հնչում, որ այդ դիտորդները եկել են այստեղ որոշակի գործողություններ կատարեն ընդդեմ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ այլն, եւ այստեղի այդ 5-րդ շարասյունը միանում էր այդ հայտարարությունը։ Կամ նախորդ տարի Աբովյանում Զարգյուղում տեղի ունենում Հայաստան ԱՄՆ զորավարժություններ, ԱՄՆ-ից կարծեմ 80 զինվորականներ են եկել, որոնց ձեռքին ամենածանր զենքը ավտոմատն էր եւ նաեւ հետևակի մարտական մեքենան։ Ամենածանր զենքը դա էր։ Անմիջապես այդ շրջանակները հայտարարություններ են տարածում, որ այս զորավարժությունները ուղղված են ընդդեմ Իրանի։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Ես ամենաթարմը բերեմ, եթե ամենաթարմը էս վերջինն է, որ ասում են անօթաչու թռչող սարքերը, որ Միացյալ Նահանգները ասեց, որ ընդ որում այդպես էլ միգուցե դուք բարձաբանեք, հասկանալի չդարձավ Հայաստանին տրվել է տեխնոլոգիան, թե տրվել են իրենք անօթաչու սարքերը, ամեն դեպքում ասացին, որ Իրանի դեմ հետախուզություն մեզ այդպիսի սարքեր ըստ էության պետք չեն։ Հետևաբար դա օգտագործվել է ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, ես չգիտեմ 47 կիլոմետր շարավղող այդ սարքերը ինչքան պիտի պատտվեն, որ ինչ որ խելամիտ ինֆորմացիա տան։ Դա հենց ինչ որ առումով դուք ոնց եք պատկերացնում
ասենք Գեղարքունիքում սորակար Էրադիտակով դիտորդը, եվրոպացի դիտորդը ոնց պիտի Իրանի տարածքում հետախուզություն անցկացնի, այն էլ 21-րդ դարաշրջանում, երբ որ արբանյակային հետախուզություն կա, Իրանի խորքերը ամենայն մանրամասնությամբ կարող են Միացյալ Նահանգները հետախուզեն, աստորեն այդ դիտորդները պետք է գային եւ Էրադիտակով Իրանի դեմ հետախուզություն անցկացնեն։ Որտեվ դրանք սովորական էրադիտակներ չէին։ Ինչևից է абսուրդը ամենատարբեր մասշտաբների կարող է հասնել, բայց ակնհայտորեն Հայաստանում կա 5-րդ շարասյուն, ընդ որում այդ մարտիկ նաև որպես կանոն շատ Ռուսաստանի լոյալ ուժեր են, մարտիկ են, շատ սիրում են Ռուսաստանին, այնպես չի որ ինչ որ մեկի խելքից բրդեց, ու այդ հիմարությունները սկսեցին ասել։ Դա հստակ ծրագրավորված արշավ է, հստակ աղբյուրները տեսանելի են, որտեղից է գալի այս կեղծ լուրերը եւ ցավոք սրտի այդ մարտիկ ավելի շատ Հայաստանին են վնասում, քան ինչ որ մեկին փորձում են օգնել։ Բավարար, բայց քանի որ դրա մասին խոսք գնաց, տեսեք, եկեք ընդունենք, որ արևմտամետ նաև ներկայացող ուժերի մի մասը այնպիսի անհեթեթություններ են տարածում արևմուտքի ուժի, ցանկությունների, հնարավորությունների մասին, որ ըստ էության այդ երկու թվում է թե անհեթեթ բաները իրենք համադրելի են իրար հետ, ուզում եմ մեղմ արտահայտվեմ ինչի աստիճանով, բայց եթերում չեմ ուզում ասեմ այդ բառը։ Գիտեք ինչ է, ինչ որ առումով համաձայն եմ, բայց ինչ որ առումով էլ համաձայն չեմ։ Իհարկե մարդիկ կան, որ այսպես կեղծ ակնկալիքներ են ստեղծում հանրության մեջ։ Օրինակ ժամանակին ասում էին ֆրանսիացի կգան եւ ասենք Արցախում հայերին կփրկեն։ Ասում ենք դες բաներ մի ասեք։ Բայց ասողներ կային։ Բայց ամեն դեպքում ինչի համար համաձայն չեմ։ Այդ մարդկանց ասածները իրենց են վնասում։ Պետությանը վնաս չեն տալի։ Կոնկրետ այդ քաղաքական գործիչները կամ փորձագետները իրենց են վնաս տալի։ Իրենց արդեն սկսում են անլուրջ վերաբերեն։ Բայց ես չեմ կարծում, որ նրանց ասածները ինչ որ կերպ մեր պետությանը վնաս են։ Ի տարբերություն այս մյուս թևի, որոնք որ հստակ պետությանը վնաս են տալի իրենց հայտարարություններով։ Լավ է։ Կամ փորձում են վնաս տալ։ Միգուցե իհարկե իշխանությունը էլ է աշխատում Իրանի դեսպանի հետ, մյուսների հետ, բացատրում են, որ այդպիսի բան չկա եւ այլն, ինչ որ առումով ստացվում է, որոշ առումով որ ոչ, բայց ակնհայտ է, որ այդ մարդիկ պետությանը վնաս են տալիս։ Լավ, եկեք ուրեմն լուրջ թեմաներից խոսենք։ Տեսեք, Թրամփի ուղի կոչված այդ ճանապարհը, Մեղրիի ճանապարհը, որը ենթադրում եմ, որ այս տարի արդեն գոնե կամատնի գործնական փուլ են իմաստով, որ ծրագիրը կհաստատվի վերջնական, շինարարներ կնշանակվեն կամ կընտրվեն եղածներից, այսինքն դա ինչ որ տրամաբանություն արդեն միսուարիում կսկսի ձեռք բերել։ Հիմա պնդումներ կան, որ 3 տարի հետո, այսինքն այն պահին, երբ Թրամփը դադարելու է լինել նախագահ, այդ ճանապարհը չի աշխատելու, որովհետև ինքը անտրամաբանական ճանապարհ է, որովհետև Հարավային Կովկասը մեջբերում եմ անելու, չասեմ ումից, Հարավային Կովկասի հետ առևտուրը Միացյալ Նահանգների արտաքին առևտրի շրջանառության մեջ այնքան փոքր մաս է կազմում, որ Միացյալ Նահանգներին ուղղակի ձեռնտու չի լինելու այդ ամեն ինչը անել։ Իմացա ում եք ակնարկում, բայց ամերիկյան պաշտոնյաները երբեք չեն թաքցրել, որ այստեղ ավելի շատ քաղաքական շահ կա։ 2023 թվականին ԱՄՆ սենատում լսումներ էին, եւ դեռևս նախորդ վարչակազմի, Բայդենի վարչակազմի օրոք պետքարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ջեյմս Օբրայանը հստակ հայտարարեց, որ այս նախագծի նպատակը Կենտրոնական Ասիայի երկրների հարուստ օգտակար անածոները Ռուսաստանը եւ Չինաստանը շրջանցող ուղիներով դեպի Եվրոպա բերելն է։ Սա առավել շատ քաղաքական նախագիծ է, ինչ որ առումով այո, Չինաստանին եւ Ռուսաստանը։ Հիմքում տնտեսությունն է դրված, բայց հա քաղաքական կոմպոնենտ։ Այո, տեսա տնտեսությունը, քաղաքականությունը իրարից զատելը ճիշտ չէ, շատ հաճախ դրանք միշտ միաձուլված են որպես կանոն լինում։ Հիմա որոշ մարդիկ կասեն, բա այդ դեպքում եք միացել հակառուսական այս նախագծին, Հայաստանը չի միացել։ Հայաստանն էլ ունի շահը, Հայաստանը դառնում է տրանզիտ երկիր, երկրի տարածքով անցնում են կարևոր, այսպես միջազգային երթուղիներ, այստեղից տնտեսական եւ քաղաքական դիվիդենդներ շահում։ Նաեւ ինչու ոչ, մենք էլ մեր քաղաքական դիվիդենդներն ենք շահում։ Իմ համար օրինակ այս օգոստոսի 8-ի համաձայնագրերի մեջ ավելի շատ հարակից էֆեկտներն են կարևոր, քան բունես նախագիծը, որովհետեւ
Հայաստանում 4 միլիարդ դոլարի ներդրում է արվելու։ Հայտարարությունները, այդպես լուրջ հայտարարություններ են լուրջ մարդկանց շուրթերից։ Երբ որ Nvidia-ի փոխնախագահ Ռևլի Բարեդյանն է ասում, դա իմ համար արդեն ցույցիչ է, որ բավականին լուրջ գործընթաց է տեղի ունենում։ Արհեստական բանականության գործարան պետք է կառուցվի Հրազդանում։ Իսկ այս նախագիծը շատ ուղիղ կապված է օգոստոսի 8-ի համաձայնագրերի հետ, որովհետև այդ տեխնոլոգիաները լինելով զգայուն տեխնոլոգիաներ, իսկ պետք է ասեմ, որ աշխարհում մի քանի երկիր ունեն այսպիսի գործարան, նույնիսկ Ֆրանսիան եւ Գերմանիան չունեն։ Դա Թայլանդն է, ԱՄՆ-ն, Իսրայելը, հիմա էլ Հայաստանում կառուցեն, մի հատ էլ Էմիրատներում կարծեմ կամ կառուցում են։ Մի խոսքով Հայաստանը դառնում է տեխնոլոգիական գիգանտների շարքում է արհեստական բանականության ոլորտում մտնում է այդ զամբյուղի մեջ, այդ գիգանտների մեջ։ Եվ դա էլ եմ ասում, որ կապ ունի օգոստոսի 8-ի համաձայնագրերի հետ։ Քանի որ դրանք լինելով զգայուն տեխնոլոգիա, դրանց արտահանման համար պետք էր Միացյալ Նահանգների կառավարության թույլտվությունը։ Իսկ այդ թույլտվությունը ստացվեց միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանը ստորագրեց օգոստոսի 8-ի համաձայնագիրը եւ այս թրիփի նախագծի միացավ։ Կամ այդ ձեր նոր նշված հետախուզական դրոնների վաճառքի հարցը։ Մենք մի քանի տարի առաջ կերազենք, որ ասենք ամերիկյան զենք ստանայինք, ճիշտ է, դեռևս այսպես շատ ավելի մեծ տեսականի չկա, բայց ամեն ինչ դրանից է սկսվում։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ, կարծեմ 2 տարի առաջ էր, երբ որ ամերիկացիները շտապօգնության, զրահապատ շտապօգնության մեքենաներ էին Հայաստանին նվիրել, ես ասում եմ, որ սա դեռ սկիզբն է, հաջորդիվ սպասեք ավելի լավ նորությունների, արդեն իսկ ռազմական սպառազինության վաճառքի, եւ այդպես էլ եղավ, սմանր քայլերով առաջ պետք է գնանք։ Իհարկե այն ժամանակ էլ ծաղրողներ կային, բա դե ամերիկացիների տվածը սովորական շտապօգնության մեքենա չի, սես բաներ ասողներ կային։ Բայց ծովը կաթիլներից է գոյանում։ Ամեն ինչ կամաց, այսպես պետք է առաջ գնա, մանավանդ որ արևմուտքում էլ Հայաստանի վերաբերյալ երկար տարիներ շատ լուրջ կասկածներ կա, Հայաստանին ընկալում էին որպես Ռուսաստանի արբանյակ, Ռուսաստանի պրոքսի եւ շատ զգուշ են Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության առումով, նաեւ ֆրանսիացիները։ Ես օրինակ դեպքեր եմ լսել, որ երբ որ Ցեզար համակարգերը վաճառում են հրետանային համակարգերը Հայաստանին, այստեղ շատ լուրջ քանի անգամ խոսակցություններ է եղել, որ պահանջել են երաշխիքներ, որ այս տեխնոլոգիաները չհայտնվի ռուսական ձեռքում եւ այլն։ Ընկալումը ցավոք Հայաստանի այդպիսին էր միջև այս վերջի ժամանակներս եւ հիմա ինչ որ առումով կարծրատիպեր են կոտրվել եւ արևմուտքում արդեն Հայաստանին չեն ընկալում։ Ճիշտ եմ հասկանում, որ այդ կարծրատիպերը սկսեցին կոտրվել 23 թվականից հետո։ 22-23-ին, այն բանից հետո, երբ որ Հայաստանը 23-ից հետո։ Լավ, թող այդ ժամանակ լինի, երբ որ Հայաստանը սկսեց բոյկոտել հապկի միջոցառումները, սա է շատ կարևոր, նաև մի շարք այլ հապկը ըստ էության չճանաչեց Հայաստանի սահմանները։ Այո, հապկը չճանաչեց, Հայաստանը սկսեց այդ միջոցառումները բոյկոտել եւ մի շարք այլ քայլեր ձեռնարկեց։ Տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների հետ շատ համահունչ աշխատում են, նաև արևմուտքի հետ ընդհանրորեն, եւ դա կարծրատիպ փոխեց։ Նույն այդ Սենատի լսումների ժամանակ էլի Ջեյմս Օբրայանը հայտարարեց, որ Հայաստանում շատ լուրջ հիասթափություն կա Ռուսաստանից։ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև եւ այժմ, այսպես ասեմ, դեմքով շրջվում է դեպի արևմուտք, դա իր խոսքերն են։ Հիմա եւս մի փաստարկ կա կապված Թրիփի հետ։ Թրամփի ուղին, ասում են քաղաքական, ասում են աշխարհաքաղաքական եւ ոչ տնտեսական, այն պարզ պատճառով, որովհետեւ սրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը մեջտեղ բերեց խոսույթ, որը ըստ էության սկսեց կասկածի տակ առնել իրավազորությունը Ռուսաստանի Հայաստանում շարունակել երկաթգծի կառավարման կոնցեսիան։ Այսինքն, ասած եղբայր կամ այնտեղ այդ գործը տարա, կամ ես կանեմ, հետո ինձնից մի նեղացի, որ ես եմ արել, հետո դու դրա հետ կապ չունես։ Շոյգուն անվտանգության խորհրդի քարտուղարը դրանից հետո բավական տարօրինակ հայտարարություն արեց, ըստիս տարօրինակ ասելով, որ Հարավկովկասյան երկաթգիծը, որը կառավարում է Հայաստանի երկաթգծերը, այնպիսի մի համակարգ է, որ վատ կառավարելու դեպքում կարող է մի գիշերվա մեջ փլուզվել։ Հիմա ինձ համար հարց մնաց, թե դա զգուշացում էր, թե սպառնալիք եւ ինչով ենք մենք հարվածի տակ դնում Ռուսաստանի շահերը, եթե մենք ասում ենք եղբայր կառուցի օգտվի ինքդ։ Իրենք չեն ուզում
եւ երկար ժամանակ հույս ունեն, որ Ռուսաստանը շրջանցող նախագիծ Հայաստանի տարածքով չի անցնի։ Սրանով եւ իրենց աշխարհակահաղական Այսինքն կներեք էլի Ղազախստանով կարող է անցնի, Տաջիկստանով կարող է անցնի, Վրաստանով կարող է անցնի, հենց մենակ Հայաստանով չի կարող անցնել։ Վրաստանի վրա լծակներ չունեն եւ այո Հայաստանից այսպես ակնկալիքները ավելի մեծ էին, հաշվի առնելով որ իրենք մեզ դիտարկում էին որպես իրենց ֆորպոստը եւ իրենց կարծիքով Հայաստանը չպետք է գնար այդ կալին։ Որում սկզբնական շրջանում լուրջեր չէին վերաբերում։ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո եկավ գնաց Ռուսաստան, ասաց եկեք դուք սարքեք այսինչ հատվածները, էլի լուրջ չվերաբերեն, էլի մի քանի անգամ այդպես հայտարարություններ արեցին, էլի լուրջ չվերաբերեցին, միջև այն պահը, երբ որ J.D. Vance եկավ Հայաստան եւ նոր հասկացան, որ ամենը շատ լուրջ է։ Վայ, այո։ Ցավոք սա է իրենց քաղաքականությունը post factum նոր հասկանում որ սխալներ են գործել, ինչպես որ Post factum կներեք, Արցախի հարցում էր post factum Ռուսաստանը համարյա պաշտոնապես առաջարկեց վերագործարկել աբխազական երկաթգիծ։ Դե ստեղ իհարկե ես չեմ կարող միայն Ռուսաստանը մեղադրել, դե նաև Վրաստանի գործոնը կա, Վրաստանի իշխանությունները դեմ են։ Այսինքն այստեղ միայն ամեն ինչ Ռուսաստանից չի կախված։ Վրաստանի իշխանություններից էլ է կախված, որը որ դեմ է երկաթգծի բացմանը։ Իչևից է։ Բա չէ, ես ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչ տրամաբանությամբ է առաջարկ արվում, եթե ամենակարևոր օղակը աբխազական երկաթգծի եւ Հայաստանի Հանրապետության կապող Վրաստանի Հանրապետությունը դրան դեմ է։ Ում համար է այդ առաջարկը արվում։ Երևի թե ինչ որ առաջարկի մեջ փորձում են նաեւ Վրաստանին ներառեին, որովհետեւ դա իրենց շահերից բխող է, ամեն դեպքում այդ երկաթգիծը գնում է դեպի Ռուսաստան, վերջնակետը Ռուսաստանն է եւ ոչ թե Ռուսաստանը շրջանցող երկաթգիծ է։ Այս դեպքում իրենք ամբողջովին լուսանցքում են հայտնվել։ Բացարձակապես որևէ հնարավորություն չունեն ազդել գործընթացների վրա եւ իրենք տեսնելով որ լուսանցքում են հայտնվել, հիմա փոխել են հիմա ռետորաբանությունը, ասում են սկզբում ասում են դե այս տարածքներում մեղրի մոտ ռուսական սահմանապահներ են, չի կարող այնտեղ այսպես երկաթուղի անցնի առանց մեր մասնակցության։ Հայաստանը ԵԱՏՄ-ի տարածք է, չի կարող Հայաստանի տարածքով երկաթուղի անցնի առանց ԵԱՏՄ-ի թույլտվության եւ այլն եւ այլն է։ Եվ վերջում էլ հասկանալով որ այլևս չեն կարողանում գործընթացների վրա ազդել, այլ տակտիկա են որդեգրել, փորձում են մտնել այս գործընթացի մեջ։ Մենք ինչ են ասում, մենք պատրաստ ենք ուսումնասիրել թրիփին միանալու Ռուսաստանի հնարավորությունները, որպեսզի ներսից տորպեդարեն գործընթացը։ Իհարկե Ռուսաստանին չեն բերելու թրիփ, խոսքը մեղրիով անցնող երկաթգծի մասն է, լավագույն դեպքում կարող են առաջարկել որ հայկական երկաթուղու այն հատվածները, որոնք որ կարող են միանալ ադրբեջանական եւ թուրքական երկաթուղներին, իրենք կառուցեն կամ վերանորոգեն որոշ հատվածներում, դա կարող են առաջարկել, բայց մեղրիով անցնող այդ 42 կիլոմետր երկայնքով անցնող նոր կառուցվելիք երկաթգծում ես վստահ եմ որ Ռուսաստանը անելիք չունի եւ այնտեղ իրեն չեն թողելու մոտիկանա։ Եվ այստեղ մի հարց էլ է առաջանում, որը մեր խորհրդարանական ընդդիմության առնվազն մի մասը առաջ է քաշում, ասում է իսկ ով է երաշխիք տալու, որ այն 74%-ը, որը ամերիկյան է լինելու թրիփի մեջ, նկատի ունեմ։ Այդտեղ ադրբեջանական կապիտալ չի լինելու եւ այդտեղ Ադրբեջանը չի դառնալու ըստ էության դոմինանտ։ Ես շքան հիշում Նիկոլ Փաշինյանը արդեն այդ հարցին պատասխանել որ Հայաստան ունի վետոյի իրավունք, եթե որևէ կողմերից մեկ։ Իրենք էլ մեր վրա իհարկե։ Դե ասում ենք ավելի շատ Նիկոլ Փաշինյանին չենք վստահում։ Գիտեք ինչ, եթե ուզես մարդուն չվստահես, հազարը մի պատճառ կարող ես գտնել։ Ակնհայտ է որ այս թրիփը ընդդիմության սրտով չի, տարբեր պատճառներով։ Եվ բայց սա մեր շահերից բխող նախագիծ է, ես ասացի ինչի համար Հայաստանը եւ այս բուն նախագծից եւ նաեւ դրա հարակից էֆեկտներից մեծ քաղաքական եւ տնտեսական դիվիդենդներ է շահելու։ Այսինքն իսկ եթե մի քիչ ավելի հակիրճ էլի, ավելի շատ տնտեսական թե քաղաքական, որտեղ ըստ իս ավելի շատ քաղաքական։ Իմ կարծիքով, այո, քաղաքականն էլ այն առումով Հայաստանը փաստորեն նաեւ անվտանգային նախ Միացյալ Նահանգների գործընկեր ենք մենք դառնում, այս շատ կարևոր հարցերում։ Ես ինչքան գիտեմ, 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները լոբիստական կազմակերպություն էին ման գալի, որ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ հանդիպում կազմակերպեն, որ
դրա միջոցով Ադրբեջանի վրա ազդեն եւ պատերազմը Ես անգամ կանցնեն։ գիտեմ այն կազմակերպությունների ցանկը, որոնք մերժել են։ Այո, ոչ մի խողովակ չկար ԱՄՆ-ի հետ խոսալու։ Ոչ մի, ասենք Հայաստանն ու ԱՄՆ-ն միայն այսպես գեղեցիկ հայտարարություններ են անում, իրար հետ ոչ մի հանդիպում։ Հիմա տեսնում ենք հաճախակի հանդիպում է Հայաստանի ղեկավարը ԱՄՆ-ի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ Թրամփի հետ, փոխնախագահի հետ, պետքարտուղարի հետ։ Կա այդ խողովակը ստեղծված։ Սա նշանակում է, որ Հայաստանը դարձել է արժեքավոր գործընկեր ԱՄՆ-ի համար։ Ցավոք 90-ականներին ես հիշում եմ, որ Հայաստանի ղեկավարին Սպիտակ օվալաձև սենյակում էին ընդունում։ Լևոն Տեր-Պետրոսյանին Քլինտոնը հենց Սպիտակ տան ամենակարևոր այդ միջոցառումների սրահում էր ընդունում։ Այն ժամանակ Հայաստանը որպես առաջադեմ երկիր ԽՍՀՄ-ից փլուզը բազբան կարևորություն ուներ։ Հետագայում մենք մեր խելքի պատճառով զրկվեցինք դրանից ընտրությունների կեղծում, ժողովրդավարությունից նահանջ, Ռուսաստանին ավելի շատ լծակների տրամադրում, Ռուսաստանի ֆորպոս դառնալ եւ այլն։ Այս բոլոր հանգամանքները, գործոնները բերեցին դրան, որ Հայաստանը դարձավ ոչ կարևոր երկիր ԱՄՆ-ի համար։ Եվ ել եմ ասում 44 օրյա պատերազմի ժամանակ ընկած լոբիստական կազմակերպությունը մանրակեր, որ ինչ որ մի կերպ կարողանան հանդիպում խնդրեն, հանդիպում կազմակերպեն Մայք Պոմպեոյի հետ։ Հիմա կա էսի, հիմա Հայաստանը արդեն դարձել է արժեքավոր գործընկեր ԱՄՆ-ի համար։ Սրան գումարած անվտանգային գործոդը էլի մի քանի տարի առաջ մենք կերազեինք, որ էլ եմ ասում ԱՄՆ-ի հետ այսպես ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրեինք, բայց այսօր տեսնում ենք, որ այս բոլորը արդեն առկա են եւ առաջ են գնում։ Սուտ լրացնելու համար վերջին բարձրաստիճան պաշտոնյան մինչև այս վերջերս, որ Սպիտակ տան ընդունելության էր արժանացել վարչապետ Վազգեն Սարգսյանն էր 99 թվականին։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ես Լևոն Սարդելան եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։